Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սամվել Կարապետյանը դատարանում է, կվերածվի գործարարի տնային կալանքը։ Ձերբակալություն, ապա ազատ արձակում, ինչ է կատարվում ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ։ Ազգային ժողովում քառօրյան շարունակվում է, ինչ հարցեր են օրակարգում։ Ծաղիկներ ու վիրավորանքներ, ինչ մթնոլորտում է անցել ազգային ժողովի քառօրյա նստաշրջանի առաջին օրը։ Տերորիստական պլան, թե կեղծ փաստաթուղթ, նոր ապացույցներ են հրապարակվել Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ։ Վաշինգտոնում ավարտվել են Իսրայելի բանակցությունները, խաղաղության հույս կա։ Եվ այսպես, արդեն մոտ 2 ժամ է, հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը։ Պորտֆելս վերցնեմ, Ժողովրդան, կներեք եմ։ Ես էլ անցնում Ժողովրդան, կներեք։ Դահլիճում են Կարապետյանի որդին, եղբայրը Կարեն Կարապետյանը և հարազատները։ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը չի հեռարձակվում և տեսանկարահանվում։ Նշեմ, որ պաշտպանական կողմը միջնորդություններ ներկայացրել, որպեսզի առաջնահերթության կարգով քննվի այս միջնորդությունը և Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացվի։ Իսկ դատարանի բակում են Սամվել Կարապետյանի աջակիցները։ Մեր նկարանող խումբը այնտեղ է, ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում։ Դատարանի բակից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակից բերման ենթարկված կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Վարչական հսկողություն է կիրառվել նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ երեկ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ստեփանյանը ձերբակալվել էր հավաքին մասնակցելու, հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու, իսկ Ղումաշյանը բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները կատարվածն անվանել են քաղաքական հետապնդում։ Ճնշել մեզ, բայց ես մի վատ նորություն ունեմ նրանց համար, մեր կանայք չեն վախենում նման հետապնդումներից, ուժեղ Հայաստանը չի վախենում որևէ հետապնդումից։ Գոհար Ղումաշյանը 3 անչափահաս երեխաների մայր է, իսկ փոքրիկը մանկահասակ է և կրծքով կերակրվող բալիկ է, սա հանրամատչելի տեղեկատվություն է, որովհետև մոտ 2 ամիս առաջ է բալիկը ծնվել։ Այստեղ ակնհայտ քաղաքական տարեր են առկա, սա դասական քաղաքական հետապնդում է, սա ջղաձգում է մեր կուսակցությունից, մեր կուսակցական գործունեությունից, մեր առաջնորդ Սամվել Կարապետյանից և սա հետևանք է օրեր առաջ մեր բազմահազարանոց ըստ տարբեր տվյալների 40,000-ը գերազանցող հանրահավաքի։
Իսկ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ հսկող դատախազի որոշմամբ երիտասարդը ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Տեղի էր ունեցել նաև Արշակ Սրբազանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Մեղադրող դատախազը միջնորդել էր Արշակ Սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել, սակայն դատարանը որոշել է անփոփոխ թողնել արդեն ընտրված խափանման միջոցը։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների իման վրա։ Իմ փաստաբանը իրավական ձևակերպումների վրա կառուցված փաստարկներ բերեց։ Ես իհարկե զերծ կմնամ այդպիսի փաստարկներ բերելուց, ես կփորձեմ ավելի սովորական, տրամաբանական ոլորտին վերաբերող փաստարկներ բերել։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա ուժողը, բայց կա պատվիրատու։ Չկա իրականացնողը, բայց կա պատվիրատու։ Ես ներկայացնում եմ որպես պատվիրատու, անցյալ անգամ տեղյակ դարձան, որ Թմրանի 8 անգամ կորել է։ Չկա մարդը, որ ստացել է այդ Թմրանի 8-ը, չկա մարդը, որը որ տեղադրել է, բայց չգիտես ինչու, հրապարակի վրա հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել։ Բայց մաքուր քաղաքական հետապնդման բաղադրիչներով, էլեմենտներով կառուցված գործով։ Եվ այլ բան, քան քրեական գործի անմիջական վերացումը ես չեմ ակնկալում։ Այստեղ ակնհայտ է, որ ամեն ինչ կեղծ է եւ շինծուր։ Նոր զարգացումներ կան նաև Բագրատ Սրբազանի գործով։ Երեք Բագրատ Սրբազանի փաստաբանները հրապարակել են իբրև թե Սրբազանի ձեռքով գրված այսպես կոչված ահաբեկության պլանը, որը դրվել է մեղադրանքի հիմքում։ Բագրատ Սրբազանը եւ նրա պաշտպանական կողմը պնդում են, որ անգլերենով գրված այդ փաստաթուղթը որևէ կապ չունի Սրբազանի հետ։ Ինչու են այդպիսի ապացույցները հայտնվել գործի նյութերում ու ինչու է քննչական կոմիտեն լռում, ռեպորտաժում։ Անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձի։ Ծրագիրն իրականացնելու համար ներառված են Իսպանիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը, Իտալիան, Վրաստանը, Կիպրոսն ու անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ոչ սա ոչ ոքի երազը չէ, ոչ էլ հոլիվուդյան ֆիլմից հատված։ Բագրատ Սրբազանի դեմ որպես իրեղեն ապացույց ներկայացված փաստաթղթի բովանդակությունից մի հատված է։ Այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Ապրիլի 9-ին ավարտվել է Սրբազանի գործով նախնական դատալսումների փուլը, շուտով մեկնարկելու է ապացույցների հետազոտման փուլը։ Նոր փուլից առաջ փաստաբանական թիմը հանրությանն է ներկայացրել Սրբազանի ու նրա աջակիցների դեմ ներկայացված մեղադրանքների հիմք հանդիսացող իրեղեն ապացույցները։ Առհասարակ արկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն բովանդակային, թե ինչ դեր ունի այս փաստաթուղթը այդ ենթադրյալ մեղադրանքի հետ։ Այսպես կոչված ապացույցների մասին հերթով։ Ըստ քննչական կոմիտեի նախագահի այս փաստաթուղթը գրել է անձամբ Բագրատ Սրբազանը։ Նա նման հայտարարություն արել է ազգային ժողովի ամբիոնում, սակայն ձեռագրաբանական փորձաքննություն չի իրականացվել պնդումն ապացուցելու համար։ Տեղյակ եք այդ գործով, որ իրանց ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն։ Նախ ցանկացած իրավաբանի եւ առավել եւս իրավապահի, քննիչի, քննչականի պետի համար շատ ակնհայտ պետք է լիներ, որ այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ, մասնավորապես միակ տարբերակը, որով կարող էր պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բագրատ Սրբազանի կողմից, դա կարող է լինել միայն դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով։ Նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու եւ իրականում ցանկացած ով կարող է վերցնել այս տեքստը եւ համեմատել Բագրատ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում առկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք,
ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի։ Թուղթը, որը ներկայացված է որպես ապացույց, գրված է անգլերենով։ Ինքը Սրբազանը ծանոթ չէ փաստաթղթին։ Փաստաբանական թիմը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես եւ որտեղից են հայտնաբերել փաստաթուղթն ու ինչպես է արձագանքել Սրբազանը։ Չեմ մեկնաբան թարգմանում եմ անգլերենից։ Իմացած գիտեմ Global Revolution։ Բան թե Մի քաղաքացի խնդրել է, որ ինչ կհայտարարեք սրա հետ կապված, ում պատկանում կողմից կատարվել։ մեկը տված կլինի։ Ձեր կողմից չի հայտարարվել։ Իմ ձեռագիրը ստուգեք կտեսնեք, որ չի։ Քրեական վարույթում որպես ապացույց ներառված է նաև այդ օրերին շարժման համակիրներից մեկից ստացած նամակը, որտեղ վերջինս Սրբազանին իր երազի մասին է պատմել։ Եկեղեցու բակը Բագրատ Սրբազանը զենք է հավաքում, մեծ չափսի զենքեր, տղամարդիկ, գրառումներով ձեռագիր փաստաթուղթ, առկա են նաև կամարներ, լույսի շողեր, Թուր ու Վահան, որը պիտի վերցնեի ես։ Եկեղեցու ներսը Բրուտյանը մոմ էր վառում եւ աղոթում գրառումներով փաստաթղթեր։ Պաշտպաններն անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել իրավապահ մարմիններին։ Պաշտպանական թիմը վերահաստատեց, չնայած գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրություններն անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր որևէ փորձաքննություն չի եղել։ Գրված է օրինակ Իգոր Սարգսյան, որի պաշտպանը ես եմ։ Այդ Իգոր Սարգսյանն ասում թե չէ։ Ես 30 տարի դատարանում էլ բազմաթիվ անգամ նշել եմ։ 30 տարվա իմ ընկերն է։ Գախտնը լսում եմ ձայնը չեմ կարողանում նմանացնել։ Ասեմ, եղբայր, այս քննիչը հո պայծառապես չէր։ Նաստրադամուսներ, Վանգաներ, թե Մեսինգներ, որ սենց լսում ա մեկի ասում գրեք սրա անունը, գրեք նրա անունը։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ նման ունակություններ ունենար քննիչը, Քրեական դատավարության 252 հոդվածը, որ սահմանում է փորձաքննության պարտադիր նշանակում, դրա երկրորդ մասն ասում է, որ եթե նույնիսկ նախաքննական մարմնի որևիցե անդամ տիրապետում է նման ունակություններ, նա չի կարող տա եզրակացություն։ Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025 թվականի հունիսի 25-ին ահաբեկության եւ իշխանությունը զավթելու նախապատրաստության մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴԳՄ անդամ Իգոր Սարգսյանը եւ ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տեղի ունեցող ձերբակալություններին արձագանքել է նաև ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը, առաջարկելով ընդդիմությանը համախմբվել եւ միասնական հանրահավաք կազմակերպել իշխանության ապօրինությունների դեմ։ Խոսքը այն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով օրը ցերեկով վրայերթի ենթարկեց հղի կնոջը, մինչև հիմա ներողություն չի խնդրել, իսկ վրայերթի ենթարկողը պատասխանատվություն չի կրել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ով ում գործունեության արդյունքում ունեցել են 5000 զոհ, ով հանձնեց հայրենիքը, ում գործունեության արդյունքում այսօր Ադրբեջանը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին 5 տարիների ընթացքում պետք չի զարմանալ Նիկոլ Փաշինյանը, նրա կամակատար դատախազությունը եւ քննչական մարմինները բազմաթիվ կեղծ շինծու մեղադրանքներով եւ ձայնագրություններով ձերբակալել են մի քանի տասնյակ քաղաքացիների։ Անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, նաեւ գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Դա խոսքը վերաբերում է այս իշխանության հալածանքներին եւ ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու եւ առաջկա ընտրությունների վերահսկողությունը իրականացնելու համար եւ այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Նաեւ մենք ունենք առաջարկություն հենց այս օրակարգով իմ հնչեցրած հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու եւ համատեղ ուժերով այս ապօրինությունների դիմացը առնելու համար։
Ազգային ժողովն այսօր շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց, 19-ը արդեն քննարկել են։ Այսօր նիստերի օրակարգում նախատեսված է նաև հարցուպատասխան կառավարության անդամների հետ։ Իսկ երեք խորհրդարանում կրքերը թեժ էին։ Ծաղիկներով եւ շնորհավորանքներով մեկնարկած նիստը շատ արագ վերածվել էր սուր հարցադրումների եւ փոխադարձ վիրավորանքների։ Թե ինչ մթնոլորտում անցավ ազգային ժողովի քառօրյա նստաշրջանի առաջին օրը, ռեպորտաժում։ Ծաղիկներով ու շնորհավորանքով սկսեց ազգային ժողովն ապրիլի 14-ի աշխատանքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ծննդյան օրն է։ Պատգամավոր Գեգամ Նազարյանի մոտ նախարարին հարց տալու դժվարություն առաջացավ, ԱԺ նախագահի նվիրած ծաղիկները տեսնելուց հետո։ Գեղեցիկ ծաղիկներից հետո դժվար է, այո, ինչ-որ հարցադրումներ անել։ Շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ ամեն անգամ բարեկների հետ շփումից հետո մարդկանց մոտ ցանկություն առաջանա բարեկներին, եթե ոչ ծաղկե փունջ, ապա մեկ այլ նվեր տալ։ Շնորհավորանքից հետո պատգամավորն անցավ բովանդակային դիտարկումներին ու անդրադարձավ բարեկային ծառայության աշխատանքին։ Երբ որ բարեկը մեքենան կանգնած վիճակում մոտենում է ու սկսում է հարց ու փորձ անել, թե ինչ խախտում կա ավտոմեքենայի հետ կապված, ասում եմ կանգնած, այդ դեպքում արդեն տրամադրությունը տնկնում է եւ մոռանում ես բոլոր այն դրական գործերը, որ բարեկային ծառայությունը արել է։ Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանն էլ նախարարի ծննդյան օրվա կապակցությամբ որոշել էր գնահատականների հարցում զուսպ լինել։ Շնորհավորում եմ տիկին նախարար, իմ ելույթի բովանդակությունն էլ մի քիչ փոխվեց ձեր ծննդյան տոնի կապակցությամբ, շատ կաշխատեմ շատ խիստ չլինել։ Պատգամավորին երկու հարց էր հուզում։ Առաջինը վերաբերում էր փրկարար ծառայության աշխատակիցների ատեստավորմանը, իսկ երկրորդ հարցը կապված էր գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ։ Դանիելյանը նշեց, որ ոլորտում առկա են կարգավորման խնդիրներ եւ կոչ արեց նախարարությանը ուշադրություն դարձնել նաեւ այդ հարցին։ Եվ անցնելով զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը նշեց, որ զորակոչի վերաբերյալ լրջագույն խնդիրներ կան։ 2025 թվականին բանակ է զորակոչվել, զորակոչի ենթականների ընդամենը 35% է, իսկ զինվորների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Անարդարությունը շարունակվում է նաեւ ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաեւ վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։ Պատգամավորն առաջարկում էր քաղաքացիությունից հրաժարվելու հարցին տալ այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահեցնում էր, որ այդ դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5-ից մինչև 3 միլիոն դրամ։ Բայց ԿՊ-ն դեմ քվեարկեց իրենց կուսակցի առաջարկած նախագծին։ Որոշումը չի ընդունվել։ Ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության եւ հատկապես պաշտպանության նախարարության հետ։ Զուգահեռաբար ազգային ժողովի միջանցքում լարված ճեպազրույցներ էին։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում էր թիրախավորել լրատվամիջոցներին։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վարքյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրեց, որ Մոսկվայից հետո Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսեյ Օվերչուկը կորտ հայտարարություններ էին արել, իսկ Ալեն Սիմոնյանն էլ այն ժամանակ հակադարձել էր, որ եթե գազի գինը թանկանա, Հայաստանն էլ ԵԱՏՄ-ից եւ մյուս կառույցներից կհեռանա։ Բայց ինչի պետքա գազի գինը թանկանա։ Չէ, մի վարքան ինչի պետքա թանկանա։ Մի վարքան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետքա թանկանա։ Այսինքն ակներ Մի վարքան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վարքան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։
Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի տեղեկություններով հայկական բիզնեսն արդեն խնդիրներ ունի Ռուսաստանում, մասնավորապես խոսքը ջերմուկի եւ Պրոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի մասին է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն եւ իրենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չեն պատերազմի եւ չեն կռվի։ Բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Ճեպազորիցի ժամանակ Սիմոնյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից կմեկնի Ստամբուլ հանդիպելու Ադրբեջանի ու Վրաստանի իր գործընկերներին։ Ապրիլի 14-ին լրագրողների հարցերը շատ էին, ինչից էլ Սիմոնյանը մի փոքր վրդովեց։ Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Օրինակ 2021 թվականին եթե այլ ընտրություններ, ներողություն, եթե 2021 թվականին ընտրությունները այլ կերպ դասավորվեն, հիմա ձեր մեծ մասին ագենտ կլներ, դու բանտում կլներ կամ ինչ-որ արտերկրում։ Հարցերի տեղատարափից Ալեն Սիմոնյանը վիրավորեց լրագրողներին ու դադարեցրեց ճեպազրույցը։ Իսկ կարող է քո ասուլիսն, արիստեղ ասուլիս դուր, արիստեղ կանգնի, շարունակեք իրան հարցը։ Պարոն Սիմոնյան, ինոագենտ եք ասում լրագրողներին, ի՞նչ է այդ նշանակ։ Փաշինյանից առաջ կյանք եղել է։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը եւ մայիսին Երևանում նախատեսվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Վաշինգտոնում ավարտվել է Իսրայելի եւ Լիբանանի միջև ուղիղ բանակցությունը։ ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները խաղաղության ավելի լայն համաձայնագրի հասնելու նպատակով։ Տարածաշրջանային զարգացումները քննարկել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նրանք հեռախոսով զրուցելիս անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջև Իսլամաբադում կայացած բանակցություններին։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զառա Սարգսյանը։ Իրանում պատերազմը մոտ է ավարտին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ, նրանք ցանկանում են գործարքնքել, ասել է նա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների բարի կամքի բացակայությունը եւ մաքսիմալիստական դիրքորոշումը խոչընդոտել են անցյալ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնագրի վերջնական կնքմանը։ Դիվանագիտությունը վեճերի կարգավորման նախընտրելի ուղին է, ասել է նա, հավելելով, որ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ եւ խրախուսել Միացյալ Նահանգներին հետևել միջազգային իրավունքին։ Միացյալ Նահանգները լիակատար շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ, որոնք ապահովում են Իրանի տնտեսության մոտ 90%-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը։ Ամերիկացիները վստահեցնում են, որ առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել ճեղքել շրջափակումը։ Հիշեցնենք, որ 3 Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավը անցել էր Հորմուզի նեղուցով, չնայած շրջափակմանը։ Իտալիան կդադարեցնի Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը, հայտարարել է երկրի վարչապետ Ջորջա Մելոնին։ Մենք նրանց հետ անվտանգության համաձայնագիր չունենք, դա վերաբերում է տարիներ առաջ կնքված փոխըմբռնման հուշագրին, որը երբեք որևէ իրական բովանդակություն չի ունեցել, անմիջապես ստացվել է Իսրայելի արտգործնախարարության պատասխանն Իտալիայի վարչապետին։ Եվրոպացի առաջնորդները քննադատել են Թրամփի հայտարարությունները Հռոմի Պապ Լևոն 14-րդի մասին, մասնավորապես Ջորջա Մելոնին Պապին ուղղված խոսքերն անընդունելի է համարել։ Հիշեցնենք, որ Թրամփը քննադատության էր ենթարկել Հռոմի Պապին Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգներին չաջակցելու համար։ Իրեն ուղղված քննադատությունից հետո Թրամփը պատասխան քննադատությամբ է հանդես եկել։ Անընդունելին հենց նա է, նրա համար մեկ է, թե արդյոք Իրանը միջուկային զենք ունի, թե ոչ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը Ջորջա Մելոնիի մասին։
Վլադիմիր Զելենսկիի Գերմանիա այցի ընթացքում Գերմանիան եւ Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Մենք մեր երկկողմ հարաբերություններն Ուկրաինայի հետ բարձրացնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ կոչ է արել մոբիլիզացվել դժվար ժամանակներում գոյատևելու համար։ Մենք պետք է մոբիլիզացվենք հիմա այս դժվարին ժամանակներում գոյատևելու համար։ Սրանք անորոշ ժամանակներ են, ընդ որում որպես նախագահ չգիտեմ ինչին ձեզ պատրաստել։ Մենք աշխատում ենք ապրելու համար, մեկ կարգախոս՝ աշխատել ապրելու համար, ոչ միայն գոյատևելու, այլև ապրելու համար, ասել է նա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։ Տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։